երջանկությունը իմ ընտանիքն է, որը ես հիմա ունեմ ներկայացնում։ Այ ինչ եք զգում, հա, ձեզ զգացողություններ ընդհանուր։ Զգացողությունները հպարտ են, որ 6 զինվորի ապագա զինվոր մայր եմ, չգիտեմ, հուզված վիճակում եմ։ Մենք իրենց հայրենասի ոգով ենք դաստիարակում, որպեսզի առողջ ապագա եւ լավ մարդ եւ լավ զինվոր մեծանան, այդ երկու հրվեր է։ Այսօր ուզում եմ նորից շնորհավորեմ պարոն Կուշկյանի կողմից, շնորհավորեմ եւ մի փոքրիկ դրամական պարգև, որը Էրեբունի տնօրինությունը պարոն Կուշկյանի հանձնարարությամբ նվիրում է ձեր երեխաներին եւ բոլոր երեխաների համար նորից պարոն Կուշկյանի հանձնարարությամբ նվերներ, որոնք հիմա երեխաները ուզում են որ ստանան։ Ես սկզբանե ասել եմ, հիմա առողջություն տա, ունենալու համար։ Արդեն իմ ասացի հավաստի ացումն է, հիանալի է։ Ես իմ 35 տարիների ընթացքում առաջի անգամ եմ հանդիպում նման երևույթի, որ 3 հղիություններ եւ 3-ն էլ զույգով վերջանան ճանապարհով։ Ներեցի որ տանին ամփոփեք, ասենք տարվա ընթացքում շատ են ծնվել զույգի։ Հետվիրահատական վիճակը բավարար է, բացարձակ բավարար, ուրեմն վիրահատությունը ընթացել է բացարձակ հարթ, որևէ արյան կորուստ կամ նորմալ շեղումներ չեն եղել, իսկ այսօր առավոտյան նա 6 ժամից 12 ժամ հետո ելել է քայլել է, ինքը իրեն լավ ազգում եւ բացարձակ խնդիրներ մենք չենք ունենա եւ նույնիսկ երբ որ գիտեք նման դեպքերում 6 երեխայից հետո երբեմն բժիշկը պարտավոր է խոսել հղի այդ մինչև կեսարյան հատումը կամ ծննդալուծելը պարտավոր է խոսել նաեւ ստերիլիզացիայի մասին, այսինքն հետագայում հղություններից պաշտպանվելու մեթոդի մասին, երբ որ ես իրանց առաջարկեցի հողերի ստերիլիզացիա, այդպիսի մեթոդ, վիրաբուժական մեթոդ կա, որ ամենալավն է համարվում, իրանք հրաժարվեցին, որը ես ողջունեցի։ Եվ ես իրանց խոստացա, որ իհարկե կարելի է նաև այնքան առաջի 2 կեսարյանը շատ լավ էր արված, սա 3-րդ կեսարյանն էր, մի հատ էլ կարելի է, եթե իրանք ցանկանան,